Շնորհակալ եմ, որ այսքան ամպիչափ վկաներ կան Հիսուսի Փարտիրոջը եւ եղբայրն վկայեց, այո, եւ Սուրբիկն է բազմություն է տալիս, որ վկայություն էին տալի Աստծո մասին եւ այսօր Աստծո ողորմություն ու սերը մեզ էլ հայտնվի այս դարի մեջ Փառք Հիսուսի։ Եվ եղբայրը որ վկայեց, այդեն շատ վկայություններ կա, իհարկե ամեն մեկս կարող ենք մի անգամ գիր գրել եւ Հովանեսն էլ է ասում է, եթե գրվեր այն ինչ որ Տեր Հիսուսն արել է, ասում աշխարհի ոչ մի այդ գրքերը չէին կարող պարունակել։ Բայց հիանալի 66-ը գրքով ինչ որ մեզի փրկության պետք է Սուրբ Հոգին գրել է Փարտիրոջը։ Եվ ես հիշեցի մի նաև վկայություն, որ մի բանտարկյալ այդ որոշ այդ գողերը որ կան, որ դաշվածքներ են անում իրանց ծնկերին, իբր ոչ մեկի առաջ չեն խոնարհվելու, ոչ մեկի առաջ ծունկի չեն գալու։ Եվ մի այդպես գող ասում է, արդեն այնքան էր հոգուս վրա հասե, այնքան է սրսկվե այդ նարկոտիկները, այնքան է այդ թմրանյութները սրսկե, ասում է ամեն ինչից հոգնել էի։ Ասում է տեսա կողս մարդ չկա, կողքու բոլորս, ասում է ծունկերս ծռեցի, որ ոչ մեկ չտեսներ։ Ասում ասի Տեր Աստված հոգնել եմ, եթե դու կաս հայտնվի, Տեր Հիսուսը հայտնվում է այրան Փարտիրոջ։ Տեր Հիսուսն ասում է եկեք ինձի բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, ես ձեզի հանգստություն կտամ։ Եվ նաեւ հիշեցի մի վկայություն էլ ասեմ եւ կասնեմ խոսքին, Լևչուկ եղբոր շատերը գիտեք եւ նաեւ կարտացել եք, գիրք կա տենց եւ մեջը գրված ասում է Լևչուկ եղբայրն միշտ այդ բանտում տեղ ունենում, որտեղ գնում է աղոտ կանում եւ հանդիպում է Տեր Հիսուսի հետ։ Եվ դա լինում է ինչ որ վերին հարկ, վերնատան վերև մասում այդ։ Եվ այս գողը տեղի այդ իմանում է, որ այս Լևչուկ հայտում է միտեղ կորում է։ Ասում է լավ, կանի սրա հետևից գնամ։ Եվ գնում է հետևից եւ տեսնում է, որ մի տեղ է բարձրանամ, ասում է, ուր ես բարձրանում միանգամից։ Ասում է, դու էլ արի վիրև։ Այս գողը սկսում է վախենալ, ասում է, ինչ ես դե ինչ անեմ։ Ասում է, արի, ասում է, մի վախեցի։ Հանում է վիրև, հենց հանում է վիրև այդ տանիք այդ բանը փակում է այդ վերևի։ Դե ասում է, հիմա ծունգի արի այդ գողին։ Ասում է, չէ, ես ասում եմ, ոչ մեկի առաջ ծունգի չեմ, ասում է, ծունգի արի։ Ծունգի գալի տեղ Տերը այցելում է եւ իրան Սուրբ Հոգով մկրտում։ Այո, դից հիանալի է մեր Տերը։ Շատ հիանալի է։ Ես ուզում եմ կարդամ միտեղ, որ գրված է Եբրայեցիների թղթի 10-րդ գլուխ 23 համարը։ Եբրայեցիների թուղթ 10-րդ գլուխ 23 համարը։ Այսպես է գրված. Անխախտ պահենք հույսի դավանությունը, վասնզի հավատարիմ է անիկա, որ խոստացավ։ Անխախտ պահենք հույսի դավանությունը, վասնզի հավատարիմ է անիկա, որ խոստացավ։ Այո, մի քարոշչի հարցնում են, ասում են, որ Աստծուն դու ոնց կարաս նկարագրես։ Ասում ես երկու բառով կարամ նկարագրեմ Աստծուն, երկու բառով։ Աստված հավատարիմ է։ Եվ այդ խոսքերը ինձ էլ են կպել, այսօր ամեն մեկից նաև, այո, մենք ընդունել ենք Հիսուսին, բայց մենք ճանապարհ ենք գնում։ Դրա համար Պողոս Առաքյալն ասում է հաստատ պահենք հույսի դավանությունը։ Եվ հայտնության գրքի մեջ Տեր Հիսուսը հիշացնում ասում է նայիր ինչպես ես ընդունել եւ այդեն շարունակի գնալը։ Ինչ երանդով, ինչ սիրով։ Եվ Տերը Եփեսոսի եկեղեցիին, որ հայտնության գրքի հենց երկրորդ գլխի առաջի խոսքերում ուղղակի այս տեղերը չեմ ուզում կարդամ ժամանակի առումով։ Ասում ես գիտեմ քո ծառայությունը, գիտեմ քո նեղությունը, անգամ հայտնաբերել ես առաքյալներին, որոնք առաքյալներ չեն, բայց մի բան ունեմ քո դեմ։ Դու առաջի սերը թողել ես։ Տերը նախանձավոր է առաջի սիրուն, եւ Սուրբիկն ասում է, որ հաստատ պահիր հույսի դավանությունը։ Այն ինչ որ մենք ընդունել ենք, այն Տեր Հիսուսին ինչպես որ ճանաչել ենք, այդեն շարունակենք գնանք նրա հետևից։ Ես ուզում եմ միտեղ կարդամ, որ գրված է Սաղմոս գրքում, Սաղմոս Դավիթի 37-րդ Սաղմոս 4-5 համարները։ Այսպես է գրված. Ու Տիրոջմով ուրախացիր եւ անիկա կտա քեզի քո սրտի խնդրվածքները։ Տիրոջը հանձնե քո ճամփատ ու անոր հուսա եւ անիկա պիտի կատարե։ Ստե հայկական թարգմանության ասում է եւ Տիրոջմով ուրախացիր, շատ թարգմանություններ, այսինքն տարբեր լեզուներով տարբեր ձևերի է հնչում այս խոսքը։ Ռուսերեն ասում է «Ուտիշայսը», մյուս թարգմանություններում անգամ գրված է «բավարարվիր Աստծմով», միգուցե սա ավելի ճիշտ է։
Այսօր միգուցե մենք եկել ենք Տեր Հիսուսին, բայց դեռ էլ բավականություն ենք փնտրում մի ուրիշ տեղեր, աշխարհի մեջ, մեր ցանկությունների մեջ, անգամ մեր ընտանիքի ժողովրդի մեջ։ Դա կլինեն մեր երեխաները, դա կլինեն մեր հայրերը, դա կլինեն մեր ծնողները, բայց Սուրբ Գիրքն ասում է, որ մեր բավականությունը մենք պետքա փնտրենք Աստծո մեջ։ Եվ սենց ասում, ու Տիրոջմով ուրախացիր, Տիրոջմով բավականացիր, երբ որ մենք լցվենք Հիսուսի հոգիով, մնացած բաներով մենք չենք ուզենա զբաղվենք, ժողովուրդ ջան։ Այս աշխարհի բաներով չենք ուզենա։ Եվ ասում է, եւ անիկա կտա քո սրտի խնդրվածները։ Ես ամբողջովին չեմ ուզում կարդամ, ուղղակի դու կարող եք տանը կարդալ Ծննդոց գիրք 15-րդ գլուխ, շատ հիանալի մի տեղ է, շատ հիանալի մի տեղ, ես շատ կուզեի, որ դուք տանը կարդայք այդ տեղը։ Ես միայն այդ սկզբի երկու խոսքն եմ կարդալու, բայց մնացած ուղղակի ասելու եմ։ Եվ սավ անոր, ես եմ Տերը, դա 15-րդ գլուխ 7-րդ համարից։ Եվ ըսավ անոր, ես եմ Տերը, որ քեզ Քաղդեացու Ուր քաղաքեն հանեցի, այս երկիրը քեզի ժառանգություն տալու համար։ Եվ անիկա ասավ, ով Տեր Եհովա, ինչպես գիտեմ, թե զանիկա պիտի ժառանգեմ։ Հիմա Տերը հանել է Աբրահամին, ու ասում է դու պիտի ժառանգես այդ երկիրը քո որդին, որդիների որդիները։ Թեպետ մենք հիմա տեսնում ենք բոլոր այդ 12 ցեղերը չեն, որ Իսրայելում են։ Ուրեմն դա երբ է կատարվելու, թե Տիրոջ խոսքը չի կատարվելու։ Այո, հազարամյայում եւ ապագայում դա կատարվելու է։ Տերը ինչ որ խոստացել է, մենք կարդացինք, որ հավատարիմ է անիկա, որ խոստացել է Փարթիրոջն։ Ժամանակ կապ չունի, մենք միգուցե շատ ենք շտապում, Տեր, հիմա արա, բայց այս լիովին, այս սահմանները Տերը պետք է հազարամյային տա, այո, Աբրահամի սերունդին։ Եվ որտեղ որ խոստացել է, ինչ այդ չափաբաժնով որ խոստացել է, ինքը անպայման կտա, մեզի սпасել է պետք։ Դրա համար Պողոս առաքյալն ասում է համբերությունով նայեք, ասում է ընտածեկետի։ Հետո չեմ ուզում կարդամ, Տերը պատվիրում ասում է, չի ասում, դե ես խոստացել եմ սենսա, չէ, ասում է, բերիր զոհերը բեր, ես այս զոհերը չեմ ուզում դրան կարդամ, եւ ասում է, մենք ուխտ կապենք։ Առաջ որ ուխտ են արել մարդիկ, զոհի միջոցով են դա արել։ Հիմա Տերն ասում է, արի իրար հետ զոհ անենք, իրար հետ ուխտ կապենք։ Հիմա ով է հավատարիմ, Աստված թե Աբրահամը։ Սիրներ, մենք հետո տեսնում ենք, որ այդ զոհերը կրակը պետքա ուտի, չէ՞։ Կրակով է այրվում զոհը։ Եվ մինչև երեկոյան Տերը չի իշտը մտե, կրակը չի ուտում։ Եվ Սուրբ Գիրքն ասում է, որ Աբրահամի վրա այդ քուն իջավ, ահավոր, հայերենում լավ է գրած, ասում է խորը քուն իջավ։ Բայց Տերը այդ քնած ժամանակ Տերը անցավ այդ զոհերի միջով։ Եվ Տերը ցույց տվեց, որ ես հավատարիմ եմ, բայց քո զավակները միշտ չի որ հավատարիմ են լինելու, բայց ես այդ ուխտին հավատարիմ եմ լինելու միշտ Փառք Հիսուսին։ Եվ Տեր Հիսուսը մինչև հիմա հավատարիմ է Իսրայելի հետ իր ուխտի մեջ, բայց իսրայելացիք հավատարիմ չեն։ Եվ նույնն էլ մեր հետ, սիրելի եղբայրներ, զոհով, Հիսուսի զոհով ուխտ է կապված։ Եվ խնդրենք Տիրոջ, ասենք Տեր, այո, մեր սիրտը լիովին փոխիր, ամբողջովին քեզի վստահենք, ամբողջովին քեզ իրական ճանաչենք, դա լինելու է հայտնության միջոցով, դա լինելու է Տիրոջ հետ հանդիպման իարգի միջոցով, բայց մենք փնտրենք Տիրոջ երեսը եւ ճանաչենք մեր Աստծուն։ Եվ որտեղ Սուրբ Գիրքն ասում է, որ Իսրայելը ինձ չճանաչելով ինձանից խոտորվավ, գիտություն չունենալու պատճառով։ Առակաց գրքում 3-րդ գլուխ 5-6-7 համարներն եմ ուզում կարդամ, եղբայրներ քույրեր։ Քու բոլոր սրտովը Տիրոջ ապավին է, եւ քո իմաստությանդ մի վստահիր։ Քո ամեն ճամփաներուդ մեջ զանիկա ճանչծիր ու անիկա քո շավիղներդ պիտի ուղե։ Դու քո աչքի արջև իմաստուն մի լար, Տիրոջ մեծ աղցիր ու չարությունը ետ քաշվե։ Սուրբ Գիրքն ասում է, որ մենք մեր սրտին չենք կարող վստահել։ Նա մեզ խաբելու է, կամ մեր սիրտը Աստծուն է սուտ անելու, կամ էլ մենք ենք մեզ պետք է ստություն համարենք։ Եվ Սուրբ Գիրքն ասում է, որ Դավիթն ասում է, ես արտարությունը գրում է Տեր Հիսուսի վրա, արտարությունը սիրեցի, անօրինությունը ատեցի, եւ Տեր Հիսուսին դրա համար ասում Աստված օծեց յուղով, որովհետեւ Տեր Հիսուսը արտարությունը սիրեց եւ անօրինությունը ատեց։ Եվ ստե որ ասում է դու քո բոլոր սրտովդ Տիրոջ ապավին է, քո իմաստությանդ մի վստահիր։ Եվ որ Սատանեն Եվային ու Ադամին այդ ծառից որ կերցնել տվեց, ասեց դու կրնես Աստծո պերս, բարին ու չարը գիծով։
Բարին ու չարը իմացող չի նշանակում, որ ես կիմանամ ոնց առանձնացեմ դա իրարից։ Դա նշանակում է Սատանեն ասում էր դու կորոշես քո բարին։ Դու կորոշես ինչպես քո կյանքը անցկացնես։ Դու Աստծուց անկախ կլինես, դու Աստծուց ավելի իմաստուն կլինես։ Բայց մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհը մտավ մեղքի մեջ եւ Աստծուց հեռու կառույցների մեջ, եւ Սուրբիկն ասում է, որ դասավորվում է Բաբելոն, Ասորեստան, Եգիպտոս, որոնք Տերը ավիրելու է այդ բոլոր կառույցները։ Բայց մի թակավորություն եղբայր աղոթքի մեջ հետաքրքիր Տիրոջը խնդրելու, որ թող քո թակավորությունը վերջը որ գա, աղոթում էր Տիրոջ թակավորության վրա, այո, եւ Տիրոջ թակավորությունը հաստատվելու։ Բայց ես այսօր ոնց եմ, իմ համար եմ ես ասում։ Ես ամբողջ սրտով Աստծուն ապավինում եմ։ Ամբողջ սրտով ասում եմ, որ Աստված դու հավատարիմ ես, ասում եմ, որովհետև հավատարիմը անիկա, որ խոստացավ։ Եվ միտեղ եկա, որ ուզում եմ էլի նույն Եբրայեցիս թղթի միջից որ կարդամ, առաջինը իմ համար, եղբայրներ քուրեր ջան, հետո կուզեմ, որ ձեզ շինություն լինի։ Ստես 11-րդ գլխի մեջ Եբրայեցիների 11 համարից ասում է հավատքով ինք Սարա ալ որտե ծնության սերմը առնելու զորություն ընդունեց եւ ատենը անցած հասակի մեջ զավակ ծնավ վասնզի հավատարիմ սեպեց զանիկա որ խոստմուն կրեր էր հավատարիմ համարեց Աստծուն որ խոստացել է ուրեմն կարա անի եւ մենք այս հավատքով պետքա շարժվենք եղբայրներ քուրեր ջան փառք Հիսուսին